Այսօր մեր հասարակության մեջ ընդունված է, որ պարտադիր պետք է խաչը ոսկուց լինի, կամ ազնիվ մետաղից պետք է լինի, ոսկի, արծաթ, կամ ավելի թանկարժեք որևէ մետաղ, բայց իրականում խաչի նյութը չէ էականը, այլ խաչի առկայությունն է։ Փայտ կլինի, թե մետաղ էականը դա չէ, այլ կարևոր է, որ այդ խաչը նախ եւ առաջ մինչև մեր պարանոցին անցկացնելը խաչի զորությունը մեր սրտի եւ հոգու մեջ ունենանք։ Խաչը մեր Տիրոջ փրկagorցության միջոցն էր։ Քրիստոսով խաչը դարձավ փրկagorցության միջոց, հնարավորություն մարդու համար, ինչպես որ Ադամը ձեռքը պարզեց եւ ծառից պտուղը քաղեց եւ մահ ճաշակեց մեզ համար, այդ նույն ժամին ասում է մեր Տերը Քրիստոս իր ձեռքերը տարածեց խաչի վրա եւ մեզ համար կյանք պարգևեց։ Ուրեմն մենք ոչ թե պետք է միայն ձևի, շքեղության, ետևից ընկնելով որոշենք խաչի նյութը եւ ձևը եւ տեսակը, այլ պետք է կարողանանք այդ խաչի խորհուրդը ընկալել իբրև կենաց ծառ, իբրև կյանքի ապահովում, իբրև հավիտենական կյանքի ճանապարհ բացող, դժոխքը ավերող եւ երկնքի արքայությունը բացող, իբրև կամուրջ դեպի հավիտենական կյանք,